Պարոն Վարուզյան, այս իշխանության օրոք դուք պատկերացնում եք որևէ իրավիճակ, որ Միքայել Սրբազանը կարող է ազատության մեջ հայտնվել։ Այո, պատկերացնում եմ։ Եթե իշխանությունը ստիպված լինի այդ քայլին գնալ, այսինքն նրան ազատ արձակել։ Դա կլինի մենակ այն պարագայում, երբ որ իշխանությունը զգա, որ Միքայել Սրբազանը անազատության մեջ իրենց համար ավելի վտանգավոր է, քան ազատության։ Դրան էլ կարա նպաստի միայն հասարակության վերաբերմունքը։ Այլ պարագայում ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Հանրային ընկալման մեջ կարծիք կա, որ այս պահի դրությամբ հայ առաքելական եկեղեցու ամենահեղինակավոր սրբազանը Միքայել Սրբազանն է եւ նույնիսկ հորդորում են վեհափառ հայրապետին Միքայել Սրբազանին տեղապահ նշանակել։ Բերեք ես հիմա ոչ հանրության փոխարեն ինձ իրավունք կվերապահեմ պատասխանել հարցին, ոչ էլ բնականաբար վեհափառի։ Յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը, թե որ հոգևորականը մեր համար ինչքան հարգանքի է արժանի։ Բոլոր այն սպասավորները, ովքեր հավատարիմ են իրենց կոչմանը, բոլոր հոգևորականները հարգանքի արժանի են։ Հիմա անձամբ ես Միքայել Սրբազանին առանձնացնում եմ բոլորից, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ես հարգում եմ բոլոր հոգևորականներին, ովքեր հավատարիմ են այսօր իրենց կոչմանը։ Ինչպես տեղի ունեցավ եկեղեցու ներսում այս պառակտումը։ Արդյոք նախկինում այդ 10 հոգևորականները ունեցել են իշխանական նկրտումներ, թե նոր է սկսվել ձեր կարծիքով։ Եկեղեցում այն ինչ որ տեղի ունեցավ ուղիղ եթերում եւ Facebook-յան գրառումների միջոցով, պետության այդ թվում ղեկավարի։ Ոչ մի գաղտնի բան չկա, ամեն ինչ բացահայտ քայլ առ քայլ արվել է, մինչև հիմա էլ փորձ է կատարում անել, ստեղ գաղտնիք չկա։ Չի մենք պիտի պատմենք հիմա իրար մի բան, որը մարդիկ չեն թաքցրել։ Անգամ ուժային կառույցների հատուկ ծառայությունների ներգրավվածությունը չի թաքցվում։ Երեք ստեղ վաղուց արդեն մեկնաբանելու ոչինչ չկա, ամեն ինչ արվում է բացահայտ եւ նորից եմ ասում հրապարակային։ Հանրային ճնշման մասին եք խոսում, այդպիսի ուժ կգեներացվի, ձեր կարծիքով հիմա հանրությունը պատրաստ է իշխանության դեմ դուրս գալ։ Նայած ինչ նկատի ունեք, եթե նկատի ունեք փողոցային պայքարը, ես չեմ կարծում, որ նման այսօր գեներացված ուժ կա հանրության ներսում, բայց հանրային կարծիքը ինքնըստինքյան ընտրությունների ընդ որում նախաշեմին չի կարող չհուզել ցանկացած իշխանության, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանին։ Ես կարծում եմ, որ ինքը այնուամենայնիվ իր քայլերը կշռադատելուց հիմա հատկապես այս կամ այն կերպ ուշադրությամբ հետևում է հանրային կարծիքին։ Այլ տարբերակ չունի։ Այս պարագայում հանրությունը տարբեր կերպ իր կարծիքը արտահայտելու հնարավորություն ունի ու շատերը արտահայտում են դա։ Հարցը ոչ միայն հարցումներն են, հարցը նաև հանրության մեջ կշիռ ունեցող անձանց դիրքորոշումն է, օրինակ։ Այդ ամեն ինչը կարող է իր ազդեցություն ունենալ։ Նիկոլ Փաշինյանը երբ զգաց, որ չի մարսվում Միքայել Սրբազանին ապօրինի անհիմն անազատության մեջ պահելը, նոր ինքը կդիմի այլ քայլի։ Ընդդիմադիր դաշտում տարբեր կարծիքներ կան Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացների վերաբերյալ։ Մի մասը կարծում է, որ հնարավոր չէ ընտրություններով հեռացնել, մյուս մասը կարծում է, որ ընտրություններով հնարավոր է հեռացնել։ Ինչ կարծիք։ Բերեք ես, տեսեք, հենց որ միանշանակ այդ պատասխանը ունենամ, այդ ընդդիմադիր դաշտի ընկերներին կփոխարինեմ։ Քանի որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, նման հայտեր չեմ ներկայացնում, իմ վրա էլ այդ պատասխանատվությունը չեմ վերցնի այդ հարցին պատասխանը։ Դա իրենք թող որոշեն, իրենք են ստանձնել իրենց վրա այդ պարտականությունը, ի վերջո թող այդ պարտականությունը կատարեն մեր նկատմամբ։ Մենք սպառողն ենք այս պահին, իրենք ապահովողն են, թող ապահովեն ինչպես ուզում են, չեն կարողանում, թող չզբաղվեն նրանով, ինչով զբաղվում են, նշանակումը լավ չի ստացվում։ Դուք կարող եք ասել Նիկոլ Փաշինյանի ֆենոմենն ինչու՞մն է։ Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը
հասարակության ջիղը առաջին հերթին զգալու մեջ է։ Երևի թե իր նման ոչ մեկ այդ ջիղը չի զգում։ Եվ այդ ջիղի վրա չի կարող խաղալ։ Նա կարողանում է խաղալ, չունի սահմաններ խաղալու մեջ։ Իրեն ոչ մի բան չի կաշկանդում այս կյանքում։ Դա է, որ այս պահի դրությամբ իր մոտ ստացվում է։ Բայց դա շատ վտանգավոր խաղ է, խաղացողի համար, շատ վտանգավոր։ Կարող է լինել։ Ամեն ինչ։ Ամեն ինչ Հասարակությունը կարող է Գիտեք, ինքը որ մի քիչ պատմություն կարդացած լիներ, խոսքը Հայաստանի կամ հայ ժողովրդի պատմության մասին չէ, թե մի քիչ պատմություն կարդացած լիներ, այդ հարցում շատ ավելի զգուշ կլներ։